Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արտահերթ թողարկում տեղի կունենա։ Գիտեք, որ երեք ձերբակալվեց Շիակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, ձերբակալվեց մինչ այդ Բագրատ Սրբազանը, բարերար Սամվել Կարապետյանը եւս ձերբակալվեց, քանի որ կանգնեց եկեղեցու կողքին ի տարբերություն շատ այլ գործիչների, որոնք անգամ ծպտուն չհանեցին այս օրերին, եւ իջներ շատ կարևոր, որ երեք ամբողջ օրը գիտեք ինչպիսի իրավիճակ էր, վեհապարը գտնվեց, կարելի ասել, իր բարձունքում, եկեղեցին հոգևորականները վեհանից թույլ տվեցին, որպեսզի բերման ենթարկեին Միքայել Սրբազանին, այնուհետև Միքայել Սրբազանը ինքը ներկայացավ քննչական կոմիտե եւ արդեն բոլորդ գիտեք թե ինչ տեղ ունեցավ, բայց շատ մի կարևոր հարցի կցանկանամ այսօր անդրադառնալ, որպեսզի մենք հասկանանք թե ինչի պատճառով մենք հասանք այս օրին եւ իրականում խորհրդային տեսանկյունից ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում։ Տեսեք, այսօր մի շատ կարևոր բացահայտում պետք է անեմ։ 2025 թվականի մարտի 6-ին Դավիթ Հարությունյանը, նախկին արտադատության նախարար, որը որ Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ այսպես կադրերից է, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ փոխանցել է մի շատ կարևոր փաստաթուղթ։ Նշեմ, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների, որը որ մենք տիրապետում էինք արդեն մարտ ամսին այդ տեղեկություններին, գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն, որը որ ոչ միայն զբաղված է այսպես դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործընթացով, այլ նաև շատ լուրջ հետախուզական եւ այսպես անալիտիկ կենտրոն է։ Ես նշեմ, որ ԱՄՆ դեսպանատանը գտնվում են նաև Միացյալ Նահանգների պետդեպի հետախուզության վերլուծությունների բյուրո INR, այդպես է կոչվում այդ անալիտիկ կենտրոնը, որը որ հենց պետդեպին է ենթարկվում, եւ Մարտի 6-ին Դավիթ Հարությունյանին փոխանցվել է մի փաստաթուղթ եւ հիմա ես կբացահայտեմ այդ փաստաթղթի ողջ էությունը։ Ուրեմն տեսեք, ըստ այդ վերլուծության, որը որ տիրապետում են Միացյալ Նահանգների համապատասխան այսպես վերլուծական կենտրոնները, նրանք վերլուծել էին թե ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում եւ ինչպիսի զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Ըստ այդ զեկույցի նրանք Հարության Դավիթին այսպես փոխանցել էին, որ 2026 թվականին, եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, միանշանակ Նիկոլ Փաշինյանը ունի բոլոր շանսերը վերարտադրվելու։ Եվ ինչն է այստեղ շատ հետաքրքիր, որ տեսեք, նրանք վերլուծել էին եւ հասկացել էին եւ ներկայացրել էին, այսպես նշեմ, համապատասխան մարդկանց, որ Ռոբերտ Քոչարյանի ընտրություններին մասնակցելու պարագայում նա զբաղեցնելու է երկրորդ հորիզոնականը խորհրդարանում, ամենաշատ քվեն է ստանալու ընդդիմադիր դաշտում, բայց Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն կարողանալու հավաքեն այն քանակությամբ ձայն, որպեսզի կարողանան կառավարություն կազմեն։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը իր ադմինիստրատիվ ռեսուրսով հավաքում է 35% կամ 40%, իսկ Ռոբերտ Քոչարյանը 10-ից 15%, բնականաբար չեն կարողանալու կառավարություն կազմեն, որովհետև մնացած ուժերը խնդիր են ունենալու շեմը հաղթահարելու, այսինքն այդ 4 կամ 6%-ի։ Եվ այս պարագայում բնականաբար Սերժ Սարգսյանի հակով գրված սահմանադրությամբ տեղի է ունենալու երկրորդ փուլ, իսկ երկրորդ փուլում փուլը տեղի է ունենալու առաջին եւ երկրորդ հորիզոնականը զբաղեցած ուժերի միջեւ, այսինքն Նիկոլ Փաշինյանը շատ հեշտությամբ հաղթելու է երկրորդ տեղը զբաղեցած Ռոբերտ Քոչարյանին եւ կազմելու է այսպես միանձնյա կառավարություն առանց որևէ կոալիցիայի։ Սա Սերժ Սարգսյանը շատ լավ տիրապետում է եւ այդ զեկույցի համաձայն մի շատ կարեւոր հանգամանք կար, որտեղ որ ըստ Միացյալ Նահանգների ուղեղային կենտրոնների նրանք վերլուծել էին եւ այսպես ներկայացրել էին այդ զեկույցում, որ միայն մի պարագայում կարող է այս սցենարը չեղարկվել, եթե ընտրություններին մասնակցի Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը,
Ես նշեմ, որ այդ զեկույցում անգամ մանրամասնորեն ներկայացված է, թե Կարեն Կարապետյանը ինչ կրթություն է ստացել, ինչ ճանապարհ է անցել, ինչպես է տիրապետում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին եւ երևի թե երրորդ հանրապետության այսպես շատ ինֆորմացված եւ փորձառու գործիչներից է։ Ես անգամ նշեմ, որ այդ զեկույցում տեղ էին գտել նաեւ այն խոսքերը, որոնք որ ժամանակին Կարեն Կարապետյանը լինելով հանրապետական կուսակցության այսպես ֆրակցիայի падգամավոր դեռ 2015, 16, 17 թվականներին նաեւ շատ կտրուկ եւ շատ վատ է արտահայտվել Սերժ Սարգսյանի հասցեին եւ բազմիցս զգուշացրել է իր գործընկերներին, որ Սերժ Սարգսյանը ուղղակի Հայաստանը տանում է դեպի կործանման եւ Սերժ Սարգսյանի իշխանության մնալու պարագայում ուղղակի կործանվելու է Հայաստանի Հանրապետությունը, ինչը մենք ականատես եղանք, Արցախը ուղղակի կորցրեցինք եւ շատ այլ անդառնալի կորուստներ կարելի ասել ունեցանք այս տարիների ընթացքում եւ այդ զեկույցի համաձայն ինչ էին վերլուծել Միացյալ Նահանգների այդ համապատասխան կառույցի անալիտիկները, զեկուցել էին մի պարզ բան, որ եթե Կարեն Կարապետյանը վերադառնում է քաղաքականություն, ունենալով նաեւ Սամվել Կարապետյանի ռեսուրսը, իսկ Սամվել Կարապետյանը գիտեք, քանի որ չի կարող ինքը իր դեմքով մասնակցել ընտրություններին, քանի որ նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բնականաբար հարց է առաջանում այստեղ, որ այսպես վստահելի եւ հավանական տեխնացուն դա լինելու է իր հարազատ եղբայրը Կարեն Կարապետյանը, որը որ ի տարբերություն Սամվել Կարապետյանի, որը որ բիզնեսով է զբաղվել, ունի նաև շատ լուրջ քաղաքագիտական գիտելիքներ եւ շատ լավ պատկերացնում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության այսպես ներքաղաքական կյանքում եւ այս պարագայում ինչն էր շատ վտանգավոր, որ Կարեն Կարապետյանի մասնակցության պարագայում դե բնականաբար ոչ մի ուժ չի հավաքելու ավելի շատ ձայն, քան Նիկոլ Փաշինյանը, դա փաստ է, բայց վտանգը կայանում էր նրանում, որ Կարեն Կարապետյանը կարող էր ավելի շատ ձայն հավաքել, քան Ռոբերտ Քոչարյանը եւ երբ զբաղեցներ երկրորդ հորիզոնականը, լիներ ընտրություններում երկրորդ փուլ, բնականաբար մեծ ռիսկ կար, որ ուղղակի Սամվել Կարապետյանի հեղինակությունը եւ իրենց ռեսուրսը հաշվի առնելով Կարեն Կարապետյանը հնարավոր էր, որ հենց երկրորդ փուլում հաղթեր Նիկոլ Փաշինյանին եւ արդեն ինքը կազմեր կառավարություն եւ տեղի ունենար Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն։ Իսկ իշխանափոխության այսպես պարագայում բնականաբար գիտեք, որ Սերժ Սարգսյանի վաղեմի երազանքը Միքայել Միրասյանին իշխանություն բերելու այդպես ուղակի հոդս կցնդեր։ Այդ իսկ պատճառով մարտի 6-ին այս զեկույցի ծանոթանալուց հետո Սերժ Սարգսյանը դիմեց բնականաբար կոնտր քայլերի, ինչպես իր ողջ կենսագրության ընթացքում նա այսպես շատ լուրջ կուլիսային այսպես գործիչ է եւ հիմա մենք կվերլուծենք եւ փաստերով կներկայացնենք, թե ինչ տեղի ունեցավ 2025 թվականի մարտի 6-ից հետո։ Ուրեմն վերլուծենք քայլերի հաջորդականությունը։ Բնականաբար Սերժ Սարգսյանը հասկանալով, որ պետք է չեզոքացնել Կարեն Կարապետյանին, հանձնարարեց իր այսպես հովանու ներքո գտնվող գործիչներին, որպեսզի փորձեն եկեղեցուն եւ վեհապարին ներքաշեն քաղաքական պայքարի մեջ, քանի որ Բագրատ Սրբազանի միջոցով Սերժ Սարգսյանը արդեն մեկ անգամ տապալվել էր եւ չէին կարողացել ներքաշեին վեհապարին process-ի մեջ եւ կհիշեք, որ երբ Բագրատ Սրբազանը ուղղակիորեն այսպես իր շարժումներ առաջնորդում եւ բազմահազարանոց այսպես ցույց էր հավաքում Երևանի փողոցներում, այդ ժամանակ կհիշեք, որ բարձրագույն հոգեվոր խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ, իսկ Բագրատ Սրբազանը դրսևորեց լրիվ հակառակ գործունեություն ծավալեց եւ գնաց կարելի ասել նաեւ եկեղեցու այսպես դեմ։ Դրանից հետո այդ սցենարը չաշխատեց եւ Սերժ Սարգսյանը բնականաբար իր այդ գործիչներին ձեռքի տակ գտնվող, որոնք որ
մեծ մի մասը անգամ Սերժ Սարգսյանին դեմ հայտարարություն են անում, որպեսզի շեղեն ուղղակի մեր հասարակությանը, թե իբր կապ չունեն Սերժ Սարգսյանի հետ։ Տեսեք, այդ գործիչներով նրանք սկսեցին ուղղակի անընդհատ ներքաղաքական կյանքում բորբոքել մի թեմա, որ եկեղեցու զանգերը պետք է հնչեն, եկեղեցուն փորձեցին ներքաշեն վեհապարի գլխավորությամբ ներքաղաքական պայքարի մեջ, իսկ նպատակը մի բան էր Սերժ Սարգսյանի, քանի որ նա շատ լավ հաշվարկել էր, որ վեհապարը երևի բացի Սամվել Կարապետյանից այլ դիմելու տեղ չունի եւ վերջի վերջո Սամվել Կարապետյանն է այսպես խառնվելու այս process-ին եւ այդ ընթացքում Սերժ Սարգսյանի այսպես ծրագիրը իրականանա, որը որ կարելի ասել ինչ որ չափով իրականացավ, բայց հիմա անդրադառնանք նաեւ այդ թեմային։ Տեսեք, վերջի վերջո երկար որպեսի մանրամասներ չներկայացնեմ, ես բոլորդ կարող եք վերցնել ուղղակի վերլուծել, թե 2025 թվականի մարտ ամսից հետո ինչպես եղավ, որ արևմուտքի ազդեցության տակ գտնվող քաղաքական որոշակի գործիչները եւ Սերժ Սարգսյանի ազդեցության տակ գտնվող քաղաքական գործիչները եւ հանրապետական կուսակցությունը սինխրոն սկսեցին այս process-ը, այս նարատիվները առաջ տանել եւ բնականաբար Սամվել Կարապետյանին վերջի վերջո նրանք ներքաշեցին այս ներքաղաքական process-ի մեջ եւ նա հայտարարությամբ հանդես եկավ, բայց ինչ տեղի ունեցավ եւ որտեղ սխալվեց Սերժ Սարգսյանը եւ որտեղ այդ հաշվարկը չիրականացավ։ Եթե դուք ուշադրություն դարձել եք Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո եւ նրան այսպես արդեն հրաման կար ձերբակալելու եւ նա գտնվում էր մանումենտի իրենց առանձնատանը, եթե ուշադրություն դարձնեք կամ հիմա գնաք եւ փորձեք այդ օրի սղագրությունը ուղղակի վերհանել, դուք ուշադրություն դարձեք մի հանգամանքի, երբ արդեն ակնհայտ դարձավ, որ Կարեն Կարապետյանը գտնվում է այդտեղ եւ արդեն սկսեց Կարեն Կարապետյանը որոշակի հարցազրույցներ տալ եւ նշեց, որ սպասում են ԻԱՊ մարմիններին թող գան ձերբակալեն եւ մարդիկ սկսեցին հավաքվել առանձնատանը մանումենտի, եթե դուք ուշադրություն դարձնեք, ապա շատ արագ ուղղակի կայծակնային արագությամբ հենց Կարեն Կարապետյանը տեսան, որ առաջնագծում է այսպես այդ օրերին, միանգամից հայտնվեցին Կարեն Կարապետյանի կողքը Աղվան Վարդանը եւ մի քանի падգամավորներ Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունից, բայց ինչն է շատ կարեւոր, որ Աղվան Վարդյանը իրականում քողարկում է իր Սերժ Սարգսյանի հետ ունեցած կապը լինելով, որ նա Ռոբերտ Քոչարյանի այսպես հավատարիմ հաճախորդն է, այսպես նշենք, բայց իրականում Աղվան Վարդյանը մինչև օրս իրականացնում է բոլոր գործունեությունները սինխրոն Սերժ Սարգսյանի հետ միասին։ Ուղղակի հանրությանը ներկայանում է որպես Հայաստան խմբակցության падգամավոր, որպեսզի քողարկի Սերժ Սարգսյանի այսպես պլանը այս կոնտեքստում նշեմ եւ տեսեք շատ կայծակնային արագությամբ հայտնվեցին այդտեղ հենց այդ արարածները Սերժ Սարգսյանի հրահանգով եւ ինչ տեղի ունեցավ մենք հետեւելով ուշադիր թե ովքեր են այնտեղ հավաքվում այդ առանձնատանը նաեւ ֆիքսեցինք մարկանց, որոնք որ հանրությանը հայտնի չեն, բայց ծառայում են Սերժ Սարգսյանին եւ գտնվում էին այդ տարածքում միմիայն երբ ԻԱՊ-ների այսպես հետ արճակատում տեղի ունենար, որպեսզի սադրեին բախում։ Քանի որ Սերժ Սարգսյանի առաջնային խնդիրը ոչ թե Սամվել Կարապետյանն է, այլ Կարեն Կարապետյանն է, նրան պետք է ստեղծել մի իրավիճակ, երբ ԻԱՊ մարմինները կգային, տեղի կունենար բախում եւ արյունահեղություն կարելի է ասել եւ այդ ամեն ինչում կմեղադրեին Կարեն Կարապետյանին եւ կձերբակալեին Կարեն Կարապետյանին, այսինքն նա կլուծեր քաղաքական խնդիրը, քանի որ եթե ձերբակալվում էր Կարեն Կարապետյանը, ապա Սամվել Կարապետյանը հավատացած եղեք գտնվելով անգամ ազատության մեջ իր ողջ ռեսուրսը ներդնելու էր, որովհետեւ իր եղբորը այսպես ազատ արձակեին։ Այսինքն միմիայն եթե ուշադրություն դարձրեք մի շատ կարևոր փաստի, տեսեք ժամերով անընդհատ ձգձգվում էր այդ ԻԱՊ-ների գալը մինչև ուշ գիշեր, ուշ երեկոյան եւ ինչն էր նաեւ կարևոր, որ վերջի վերջո եկան ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իրականում ասեմ ձեզ, այս ամեն ինչի մասին տեղեկացված է եղել նաեւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, որը որ շատ լավ ճանաչում է Սերժ Սարգսյանին եւ գիտի թե ինչի է ընդունակ Սերժ Սարգսյանը եւ Արմեն Աբազյանը իր հրաժարականով կարելի է ասել, ուղղակի կանխեց թե արունահեղությունը եւ թե խառնեց Սերժ Սարգսյանի պլանը։ Այսինքն Սերժ Սարգսյանի պլանը չիրականացավ, Սերժ Սարգսյանի հիազանքը չիրականացավ եւ բախում տեղի չունեցավ։ Այս ամեն ինչը մենք շատ մանրակրկիտ պետք է վերլուծենք եւ մենք պետք է հասկանանք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է մի ներքաղաքական իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը ուղղակի զոհաբերելու է բոլորին։ Նա զոհաբերելու է անգամ հանրապետական կուսակցությունը։ Նրա միակ նպատակը քանդել քաղաքական համակարգը, ստեղծել կառավարելի քաոս, որպեսզի հնարավոր դառնա Միքայել Մինասյանի վերադարձը Հայաստանի Հանրապետություն։ Նա միմիայն այսպես ապրում է այդ մոլուցքով եւ լինելով շատ գրագետ կուլիսային գործիչ, նշեմ Սերժ Սարգսյանը վերջի վերջո ինքը իրեն էլ է զոհաբերելու։ Ինքը քաղաքական առումով հասկանում է, որ նա քաղաքական դիակ է եւ ինքը վերջի վերջո ինքը իրեն եւ հանրապետական կուսակցությանը եւ բոլոր այն գործիչներին, ում այսպես իր ձեռքերը կհաստի, նա վերջի վերջո զոհաբերելու է, ստեղծելու է քաոս եւ այդ քաոսի պայմաններում թողելու է հայ ժողովրդին միմիայն մի այլընտրանք։ Իսկ այդ այլընտրանքը իր պատկերացմամբ դա իր բալեն է, այսպես նշեմ, Միքայել Մինասյանը, որը որ ամեն օր ուղղակի 24 ժամվա ռեժիմով կապի մեջ է Սերժ Սարգսյանի հետ եւ նրանք Սերժ Սարգսյանի հետ փորձում են ուղղակի բոլորին վարկաբեկեն, բոլորին ներքաշեն ներքաղաքական բախման մեջ միմիայն մի բանի համար, որպեսի վաղը մյուս օր հնարավոր լինի նրանց այսպես սկուտերի վրա նվիրած իշխանությունը հենց սկուտերով էլ հետ վերցնելը։ Այս կոնտեքստում նաեւ կարելի է շատ ուշադրությամբ հետևել մի կարևոր փաստի եւս, տեսեք թե 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը արդարացվեց, պարզվեց, որ 30 տարի ամենաբարձր պաշտոններ զբաղեցրող կոռուպցիայի թաղանի մեջ մեղադրվող երկիրը կերեկած մարդը ուղղակի կես լիտր սալարկա էր գողացել։ Այսինքն Միքայել Մինասյանը, որը որ 76 դրվագով քրեական գործով անցնում է, այսօր միջազգային հետախուզման մեջ չի գտնվում, այլևս առիթների է մասնակցում, 2 շաբաթ առաջ Մոսկվայում ուղղակի պատարագի է ներկա եղել Մոսկվայի հայկական եկեղեցում, այսինքն սա արդեն ինքնին փաստ է, որ այս մարդիկ ուղղակի ունեն սցենար եւ շարժվում են բացառապես այդ օրակարգով եւ այդ սցենարով։ Եվ վերջում մի շատ կարևոր կարելի ասել բացահայտում չի, սա արդեն փաստ է, մի շատ կարևոր հանգամանքի կանադառնամ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ արդեն կալանավորվեց Սամվել Կարապետյանը, ընդ որում Սամվել Կարապետյանը կալանավորվեց ակնհայտ քաղաքական դրդապատճառներով եւ անգամ դատարանը վաղը չի կարողանալու հիմնավորի թե այդ մարդուն քեն կալանավոր է, որովհետեւ զուտ մարդը հայտարարությամբ է հանդես եկել։ Ոչ մի նշեմ անգամ չգիտեմ պետքա ինչ աստիճանի անգրագետ մարդ լինի իրավաբանությունից, որ մտածի, որ այդ հայտարարության տակ կարող է մի ինչ-որ բան թաքնված լինի, այսինքն ակնհայտ քաղաքական հետապնդում է եւ այս ամեն ինչի կոնտեքստում Սերժ Սարգսյանը ինչ արեց։ Սերժ Սարգսյանը զոհաբերեց Բագրատ Սրբազանին։ Մենք Բագրատ Սրբազանին ժամանակին զգուշացրել ենք, որ Սերժ Սարգսյանի հետ իր համագործակցության ավարտը ինչպես է լինելու եւ ուղղակի Սերժ Սարգսյանը հասկանալով, որ իր պլան Ան տապալվել է եւ Սամվել Կարապետյանը վաղը դատարանի դահլիճից դուրս է գալու, որովհետեւ ոչ մի այսպես օրենք չի խախտել, նա ինչ արեց, նա ուղղակի իր գրպանում գտնվող Բագրատ Սրբազանին, որը որ իմ ընկալմամբ ես շատ մեծ հարգանք ունեմ Սրբազանի նկատմամբ եւ ես կարծում եմ, որ Բագրատ Սրբազանը ուղղակի չունենալով քաղաքական գիտելիքներ, ինչպես այսպես հայնասիրական ինչ-որ մղումներից ելնելով, ուղղակի այս քաղաքական Սերժ Սարգսյանի ինտրիգներին զոհ գնաց եւ Սերժ Սարգսյանը ուղղակի մատաղ արեց Բագրատ Սրբազանին միմիայն մի բանի համար։ Տեսեք, Սամվել Կարապետյանին ձերբակալեցին անհիմն հոդվածով, բայց
չկարողանալով հրահրել բախում արյունահեղություն, որպեսզի Կարեն Կարապետյանի հարցը եւս լուծի Սերժ Սարգսյանը, նա ինչ արեց, միանգամից Բագրատ Սրբազանին մատաղ անելով քաղաքական տեսանկյունից բերեց սարքեց օրակարգ, թե տեսեք ինչեր էին, այսինքն Հայաստանում մարդիկ պատրաստվում էին 10 հատ լոմով իշխանություն փոխեին օրինակ։ Դա Տուշոնկա շոուի երկրորդ այսպես մասն է, շարունակությունը, որը որ գիտեք թե համատեղ ձևով թե ինչպես են տարիներ շարունակ ուղղակի ինչպես ասում են հին Հռոմում հաց եւ տեսարաններ, այդ հաց եւ տեսարանները հացը ապահովում է Նիկոլ Փաշինյանը, տեսարանները ապահովում է Սերժ Սարգսյանը։ Այսինքն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ուղղակի մենք պետք է վերլուծենք, հասկանանք, որ այսօր Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ուղղակի Սերժ Սարգսյանը ոչնչացնելու է բոլոր քաղաքական գործիչներին, քաղաքական ուժերին, բոլոր այն մարդկանց, որոնք որ ունեն որոշակի հնարավորություն երկրում իրավիճակ փոխելու բեկում մտցնելու, Սերժ Սարգսյանը ոչնչացնելու է քաղաքական տեսանկյունից բոլորին վարկաբեկելու է մի բանի համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի միջոցով Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին վերարտադրվի։ Իսկ 2026 թվականին, եթե այս քաղաքական կոնյունկտուրայի համատեքստում վերարտադրվի Նիկոլ Փաշինյանը, հավատացած եղեք 2026 թվականից հետո, ինչպես եղավ 2017 թվականին, երբ մեկ տարի հետո ուղղակի իշխանությունը փոխվեց, 2026 թվականից երբ այս իրավիճակը նույն ձև փորձի Սերժ Սարգսյանը եւ կարողանա վերարտադրել, հավատացած եղեք 2026 թվականից հետո դուք 2027 թվականին կտեսնեք սպիտակ նժույգով Սերժ Սարգսյանի փեսա չեմ ուզում ասեմ, որտեղ նա հարց է իմ ընկալմամբ, Սերժ Սարգսյանի հարցին Միքայել Միասյանին որպես փրկիչ, ինչպիսի այսպես ուրախությամբ, ինչպիսի ցնծությամբ Սերժ Սարգսյանը կբերի Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք եւ ինքը իրեն քաղաքական առումով զոհաբերելով եւ նաեւ իր կուսակցությունը եւ բոլոր քաղաքական գործիչներին ուղղակի այնպիսի իրավիճակ կստեղծի, որ Միքայել Միասյանը ուղղակի սկուտերի վրա գա եւ վերցնի այն իշխանությունը, որը որ նրանք սկուտերի վրա փոխանցեցին 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին։ Իմ կարծիքով այս եթերից հետո կարելի է հետևություններ անել, խորհուրդ կտամ մեր քաղաքական համակարգին, որպեսզի ուշադրի լինեն եւ հասկանան մի բան, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականին այդ իր շախմատային կոմբինացիան չէր ուղղակի մտածել եւ չէր գծել մի բանի համար, որ վաղը Միքայել Միասյանը անտրի պես Հայաստանից դուրս ուղղակի թրև գար, այլ նա մի բանի համար էր արել, որպեսզի այս ժամանակահատվածում ստացել էր Սերժ Սարգսյանը քարտ բլանշ, որպեսզի վերացներ քաղաքական տեսանկյունից բոլոր հակառակորդներին, որոնք որ վաղը կարող էին հանդգնել Միքայել Միասյանին լինել հակառակորդ։ Սա է իրականությունը եւ կխնդրեմ ձեզ վերջում տարածեք, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ մեր բացահայտումները շարունակվելու են։ Շնորհակալություն։